Իրանն ամբողջ ճակատով պատերազմի մեջ է Իսրայելի հետ։ Սա մեր տարածաշրջանում ավտոմատ կերպով մեծացնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կշիռը, ինչ որ առումով նաեւ ազատ արձակում նրանց արյունոտ ձեռքերը, հիմքում ունենալով նաեւ այն հանգամանքը, որ աշխարհը կենտրոնացած է մերձավոր արևելքի ուղղությամբ եւ իրենց համար կարող է փոքր պատուհան բացվել իրենց ռազմավարական շահերի իրացման համար։ Ադրբեջանի ու Թուրքիայի վարկագիծը տարբեր գործոններով է պայմանավորված եւ այս տեսանկյունից մեծ թվով հարցեր անորոշ են, որովհետեւ պարզ չէ, թե Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Ադրբեջան բանակցությունները ինչ սկզբունքների եւ մոտեցումների շրջանակներում են ընթանում եւ վարակույրների հետեւում ընթացող process-ը ինչ անակնկալ է պատրաստում մեր ժողովրդի համար։ Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ավարտված բանակցությունների պարագայում փաստաթուղթն այդպես էլ չի հրապարակվում, բնականաբար դա լրացուցիչ ազդակներ է փոխանցում հանրությանն առայն, որ իրենից գաղտնի ոչ միայն բանակցություն է տարվել, այլ իրեն շահերին հակասող պայմանավորություն է ձեռք բերվել։ Ինչևէ, ցավոք մեր հասարակությունը վերջին տարիներին բազմաթիվ ականջոյող խոստումներ է լսել, սակայն որպես կանոն միայն ստացել է պատերազմ, տարածքային կորուստներ, հազարավոր զոհեր, զրկանքներ եւ բազմաթիվ անհայտներով անորոշ ապագա։